Վերդիկտ, Երևան քաղաքի առաջնացյանի ինֆրահաղորդության քրական դատարանը որոշեց Հեղադրյալ Սամվել Գագիկ Վարդանյանին հայկական օրենսգիրքի 257-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել մեղավոր։ Հեղադրյալ Սամվել Գագիկ Վարդանյանին հայկական օրենսգիրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել անմեղ դատավոր Դավիթ Արգամանյան։ Նկատի ունենալով, որ կայացվեց մեղադրական վերդիկտ, կատարն ասում է Ռացիչ դատալսումների մեկ րոպեից տեխնիկական ընդմիջում նախատեսում եք հիմա վերջացնենք պատվարժան դատարան ես էլ 345-ը ավարտենք, հոդվածները քննարկենք, ինչ կա ինչի հետ կապված մենք ուզում ենք օրինակ վերլուծություն անել, որպեսզի դատարանի ներկայացնենք պրակտիկան, ստայլում դատարանին մապատասխան միջնորդություն անենք, խնդրում ժամանակներ անել գործընկերներից նկատմամբ ինչ Արդյոք ասած իրանք ասում էին, որ այսօր կլինի վերցիկի, ես կարծում եմ չի լինի, իրանք ճիշտ ուսի։ Հատո դատավորություն եմ ուզում։ Ամեն դեպքում խնդրում ենք ես խնդիր չեմ տեսնում, շնորհակալություն։ Բայց ես ախր այնքան ձգձգվեց այս գործը։ Մի քանի օր ես մենք մեզ 3 օր ապետ որ ուսումնասիրենք պրակտիկան ես որպես վրացիչ դատարանների նաև ինստիտուտի Շապետսովար ուզում եմ, որպեսի դատարանի մենք ներկայացնենք մոտեցում։ Կարճ մասնակցությունից մոտեցում է, չի երկար նստի։ Ամսի 14-ին ժամը 5-ի։ Սա խնդիրը նա, ես էլ պետք է արձակում կրնամ, մինչև մոտ օրերս կանին նշանակենք, որ շուտ ավարտենք, մինչև Արմոն 14-ին 5-ի։ Հարմար է։ Մեզ հարմար է։ Ունիկամության որ մասով մեղադրություն եք։ Ինչ մասով ինչ մասով մեղադրական առաջադրված։ Նշանակենք, հա։ Մեզ հարմար է։ Ամսի 14-ին ժամը 5-ին ենք դնում, բայց որ ավարտենք, հետաձգում։ Հա, որևէ 3 հոգի ենք, մենք հարմար է ես։ Այսքան ժամանակ չի Շահունակվում է թիվ 309-94-024 քրեական գործիքների ստեղծան դատարանը սույն դատականիստը շահունակվում է որպես լրացիչ դատալսումներ, ինչպես նախորդ իստով հայտարարվեց, միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ կողմերը պատրաստ չէին վերդիկտից հետո հանդես գալ ելույթներով լրացիչ դատալսումներով քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ դատականիստը հետաձգվում է, հաջորդ դատականիստը նշանակվում է սույն թվականի ապրիլի 14-ին ժամը 10:00 Երևան քաղաքի առաջնացյանի ընդհանուր ավարտության քրեական դատարանի աջակցությամբ նստավայրում։ Ոտքի